Մի հարգարժան մասնագետ ասում էր, հրաժարվել է, որ իր անունը ներառեն մասնագիտական տոնի առթիվ պարգևատրվողների ցանկում, որպեսզի Նիկոլի կամ դրանցից մեկի ձեռքից չստանա մեդալ։ Ասում է, դա պատիվ չի բերում։ Հիշեցի Նիկոլի կնոջը, որը մասնակցել էր հայտնի մտավորականի մեծարման երեկոյին, բայց չէր մոտեցել շնորհավորելու, ու դա բացատրում էր այսպես, որ չթիրախավորի նրան։ Այսինքն, իրենք հասկանում են, որ այնքան են թույլ, այնքան են ոչ ժողովրդական, այնքան են մերժված, որ իրենց հետ հանդիպումը, հաց կիսելը, իրենց ձեռքից պարգև ստանալը, բարևելը անգամ թիրախավորվում է հանրության կողմից։ Կարծում եմ հենց սա է պատճառը, որ Նիկոլի բոլոր հանդիպումներում մասնակիցների ցանկը խիստ կազմակերպված է։ Հենց դա է պատճառը, որ մարդ չեն գտնում և ոստիկաններին են քաղաքացու տեղ ցույց տալիս։ Գուցե սա է պատճառը, որ արտասահման այցելելիս հայ համայնքի հետ այլևս չի հանդիպում, չկա մարդկանց մոտ ցանկություն դրան տեսնելու։ Ով էլ ցանկություն ունի, վախենում է հանրային պարծավանքից։ Էն անգամ ասում է, Նիկոլը այլևս մոդայից ընկել է։ Ով հանդիպում է իրեն, թիրախավորվում է ժողովրդի կողմից, ում և ինչին դիպչում է, արժեզրկում է, փչացնում է։ Թատերական ներկայացում է գնում, զրուցում է դերասանի հետ, այդ դերասանը պարծավանքի է արժանանում։ Առաջ կասեինք, ով ուզում է թող աջակցի, մեր ինչ գործն է, բայց հիմա այլ իրականություն է հենց Նիկոլը բերել։ Ժողովուրդը սովորաբար չի սիրում իր իշխանությանը, բայց Նիկոլի պարագայում չսիրել չէ, այլ բացահայտ ատելություն, դա ինքն է բերել, ինքն է դրա ճարտարապետը, ուղղակի լավ չէր նախագծել, բումերանգով հետ եկավ։